Ռուսաստանի նախագահի օգնական Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում էր։ Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կփորձի նվաճել այն, եւ դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ։ Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար, ասել է Մեդինսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել նոր տարածքների ճանաչմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկուն, նշելով, թե նա խեղաթյուրում է իրականությունը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ճանաչել է եւ շարունակում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անդրադարձել է Հարավային Կովկասում Իրանի դերակատարմանը։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ եւ ազդեցիկ չի եղել։ Այդ հզորության ցուցանիշներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ եւ վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատելն ու Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ զգոնությամբ եւ ուժով դեմ դուրս եկավ դրան եւ կանխեց այդ դավադրությունը, նշել է իրանցի պաշտոնյան։ Վելայաթին նշել է, նույնիսկ առանց Ռուսաստանի իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը եւ թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան։ Նրա խոսքով Հարավային Կովկասում Իրանի ներկայությունը ոչ միայն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը, այլև ամուր խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջան օտարերկրյա ազդեցության ներթափանցման համար։ Գիշերը ռուսական զորքերն անօդաչուներով հարվածներ են հասցրել Կիևի մի շարք շրջաններին։ Լրատվամիջոցների տվյալով վնասվել են բարձրահարկ շենքեր եւ առանձնատներ, այրվել են ավտոմեքենաներ եւ պահեստային տարածքներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում 4 վիրավորի մասին։ Հարձակումներ են եղել նաեւ Օդեսայի վրա, վնասվել է ծննդատուն եւ բնակելի շենք։ Նախնական տվյալով 2 մարդ մահացել է, 9 վիրավորվել։ Նշվում է, որ գիշերային հարվածներից ամենաշատը տուժել են Կիևի եւ Օդեսայի շրջանները։ Ուկրաինական կողմը հայտնել է նաեւ Սումիին հարվածների մասին։ Մարզային ռազմական վարչությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 6-ի։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 102 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով 46 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի, 20-ը Բելգորոդի շրջանում, 3-ը Մոսկվայի մարզում, տուժածների կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հունիսի 10-ի առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, այդ թվում հարձակվողը։ 2 տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդել են ավստրիական Kronen Zeitung թերթը եւ ԱՊԱ գործակալությունը։ Ըստ ոստիկանության զոհերի թվում կան երեխաներ եւ ուսուցիչներ, սակայն մահացածների մասին ճշգրիտ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։ Հարձակման համար կասկածվում է աշակերտներից մեկը, որը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերել են դպրոցի զուգարաններից մեկում։ Կանցլեր Քրիստիան Շտոկերը չեղարկել է օրվա բոլոր հանդիպումները տեղի ունեցածն անվանելով ազգային ողբերգություն։ Ներքին գործերի նախարարը մեկնել է Գրաց։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանին վերաբերող հարցեր եւ մի շարք այլ թեմաներ։ Մենք բազմաթիվ թեմաներ ենք քննարկել, ամեն ինչ լավ ու հարթ է անցել, կտեսնենք ինչ կլինի հաջորդիվ, լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Իսրայելական Քան պետական հեռուստարադիոընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հետագա քայլերը։ Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալով Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանը պահպանի իր տարածքում ուրանի հարստացման հնարավորությունը, ուստի բանակցությունների խաթարման դեպքում Իսրայելը ստիպված կլինի որոշում կայացնել Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման մասին։ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 12-ին։ Իրանական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ բանակցությունները նախատեսված են հունիսի 15-ին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Լոս Անջելես է ուղարկվել ազգային գվարդիայի եւս 2000 զինծառայող եւ 700 ծովային հետևակային ուժեղացնելու քաղաքում արդեն իսկ արկա ռազմական ներկայությունը։ Տեղական իշխանությունները, այդ թվում Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը քննադատել են այդ քայլը, հայտարարելով, որ այն ավելորդ է եւ վտանգում է հասարակական անվտանգությունը։ Օրերս Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ Լոս Անջելեսում սկսված բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության եւ ցուցարարների միջև բախումներով։ Թրամփը Լոս Անջելեսը նկարագրել է որպես անկայուն եւ վտանգավոր տարածք, սակայն նահանգային եւ քաղաքային ղեկավարները պնդում են, որ իրավիճակը վերահսկելի է։ Սպիտակ տան ղեկավարը ազգային գվարդիայի 2000 զինծառայող էր ուղարկել Կալիֆոռնիա Կիրակի բողոքի ակցիաների ամենալարված օրը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։